Արարատյան խոհանոցն է եթերում հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Բարեկամներ, նախ ուրախ եմ, որ նորից միասին ենք եւ ուզում եմ նշել, որ շարունակում ենք տոլմայի համահայկական թվով 5-րդ տոնի ամփոփումը, արդյունքների լուսաբանումը եւ ամփոփումը։ Եվ այս գործը իրականացնելու համար այսօր ես մեր տաղավար եմ հրավիրել հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության դասընթացների շրջանավարտներ Ռաֆի Սինանյանին եւ Վլադիմիր Նիկողոսյանին։ Կարող ենք ասել սկսնակ խոհարարների։ Եվ ինչու հենց մեր ընկերներին, որովհետեւ տոլմայի 5-րդ տոնը, որ կայացավ 2015 թվականի մայիսի 16-ին Մուսա լեռան հուշահամալիրի տարածքում, թիմը, որ իրանք ներկայացնում էին, որ կոչվում էր Քուրսի, այս թիմը գրավեց առաջին տեղը լավագույն համ արմանակարգում։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ուրախ եմ, որ նորից հանդիպելու համար, տղաներ, ապրեք դուք եւ ուզում եմ հենց առաջի հարցս, այ դուք ստացաք, ցանկացաք, որ մասնակցեք եւ սկսեցիք աշխատել արդեն։ Այ աշխատելու ժամանակ ձեր մտքով անցնում էր, որ դուք կարող է առաջնություն վերցնեք հենց համ անվանակարգում, լավագույն համ անվանակարգում։ Ճիշտ ասած չէինք սպասում, ինչի, որովհետև առաջի անգամ ենք մասնակցում ու մեր համար հաղթանակ էր արդեն մասնակցությունը փառատոնին։ Եվ այդքանը զուտ մասնակցել ենք ու հպարտ ենք եղել։ Կարող եք թվարկել ինչպիսի տոլմա պատրաստեցիք։ Այո, ուրեմն միսը, որը օգտագործել ենք ճագարի մսից։ Այո։ Այստեղ մենք ունենք։ Օգտագործել ենք մանր բլղուր, աջիկա ենք օգտագործել եւ սոխյառած ենք պատրաստել աջիկայով եւ կաթի սերուցքով։ Սա ինչ է։ Եվ նաեւ, հա, խճողակինն է։ Սալորաչիր։ Խճողակինն է։ Այո։ Լավ, պիտի ոսկրազատեք եւ խճողակ պատրաստեք։ Խնդրում եմ դուք սկսեք աշխատել, ես էլ կողքից կդիտեմ եւ կզրուցենք, բայց զրուցելու ժամանակ կանգ չենք առնում, աշխատում ենք, որ հասցնենք մեր հերոսադողին ամբողջ ընթացքը ցույց տալ։ Ես կխնդրեմ սալորաչիրը մանր կտրատեք, ինչ ես ոսկրազատեմ։ Ոսկրազատեցինք արդեն։ Հիմա կտրատենք։ Բեյ, պարոն Վալոդյային կտրատել, ես էլ Պարոն Վլադիմիր։ Այ այդքան առատ կանաչի եք կտրատել, կանաչի ինչ կանաչի էր։ Սամիտ եւ համ եմ։ Սամիտ եւ համ եմ, նրբահամ կանաչի էր։ Ավելացնում ենք սոխը։ Ռաֆի, եւ պատմի այն մասին, թե ինչպես ստացվեց, որ որոշեցիր խոհարարություն ուսումնասիրել եւ դառնալ խոհարար, բայց կառաջարկեմ նաեւ Վլադիմիրին օգնես, դու էլ կտրատես միսը։ Հիմա։ Ուրեմն միշտ սեր եղել է դեպի խոհարարությունը, դեպի ուտեստներ ու հարցեր էի տալիս, հենց դրանից եկավ սերը, որ ոնց է եղել, ձեր տատիները ոնց են պատրաստել։ Այո։ Եվ որոշեցիր ուսումնասիրել, որոշեցիր դառնալ խոհարար։ Ծանոթացա ձեզ հետ, մասնակցեցի ձեր դասերին։ Եվ թափանիվը շարժվեց։ Այո։ Մասնակցեցիր դասընթացներին, սովորեցիր տոլմա պատրաստել, մասնակցեցիք տոլմայի փառատոնին եւ շահեցիք։ Այո, ձեր հոսքը, ձեր խումբը շատ ակտիվ էր։ Գիտակցումը կար, թե ինչու հենց այս մասնագիտությունը եւ դա ապրեք դուք, շնորհակալ եմ ձեր բոլոր անդամներից։ Բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան
թե խումբը, որ անուն ունենա, դա էլ նորություն էր մեր ամբողջ այդ դասընթացների ընթացքում, թե նրանով, որ խումբը դրսում մի ավանդական, շատ ավանդական ամանորյա կերակուր պատրաստեցինք, մենք արտագնա, հիշում եք, Գառնի տակարի մոտ պատրաստեցինք քաշիկան, ամանորյա եւ ընդհանրապես լավ խումբ էր, հետաքրքիր էր ձեզ հետ եւ նշեմ, որ քննական այդ գործընթացը իրենցից սկսված մի քանի անգամ խստացվեց եւ դա գնաց իօգուտ իրենց։ Այո, բնականաբար մենք շահեցինք այդտեղ։ Այո։ Ու հետագայից արդեն ապագա խոհարարները, ովքեր որ պետք է դասընթացներն անցնեն։ Այո, այո։ Ոսկրազատեցինք, կտրատեցինք միսը, բոլոր մթերքները կարծես պատրաստ են արդեն։ Այո, սոխ եռածը պատրաստեցինք եւ հիմա կավելացնեմ աջիկա։ Շնորհակալություն։ Մի փոքր։ Եվ այսքան մսին, այդքան սոխարած։ Մի քիչ ինձ թվում է քիչ կանենք։ Վլադիմիր, իսկ ճագարի մսի մասին ինչ տեղեկություն կարող ես հաղորդել մեր հեռուստադիտողներին։ Ես ճիշտ ասած նախորդ ուսումնասիրել էի, դրանով էլ կանգառը ճագարի մսի վրա։ Քանի որ ինքը իր յուրահատկություններով, ասենք, եւ դիետիկա, եւ մարսողական իմաստով շատ մարսելի է, յուրացում է հեշտությամբ օրգանիզմի կողմից, խոլեստերինը ցածր է, սպիտակ կուսներով շատ հարուստ է։ Եվ առողջարար է, նաև շատ հիվանդությունների համար առողջարար է ճագարի միսը։ Դրա համար որոշեցինք ճագարի միս անենք։ Ապրես դու։ Ես ավելացնեմ կաթի սերուցքը։ Կաթի սերուց պիտի ավելացնես։ Ունեցենք սոխարածը հավեմեցինք, պղպեղ թե ոչ։ Դեռ չենք համեմել, միայն Սոխարածին ավելացնենք աջիկա։ Այո, միայն աղով եմ համեմել։ Միայն աղով, այնուհետև սերուցք։ Այո։ Աջիկա եւ սերուցք։ Թիմը, որ ներկայացրիք դուք, այսինքն դուք ներկայացաք որպես կուրսի թիմ։ Աշխատանքները դուք քանի հոգով եք իրականացրել։ Աշխատանքները ճիշտ ասած խմբի մյուս անդամների բացակայության հարգելի պատճառներով բացակայության արդյունքում երկուսով ենք աշխատել, բայց ընդհանուր բոլոր խմբի մեծ տոկոսը, այո, մասնակցություն։ Ես տեսա, որ ձեր տաղավարի մոտ հենց սկզբից արդեն այսպես աժիոտաժ էր։ Այցելուները մեր հայրենակիցները արդեն կուտակվել էին եւ կարծեմ հենց շուտ սպառեցիք ձեր շատ շուտ սպառեցինք, այնտեղ նույնիսկ արդեն երբ որ բացատրում էիք դուք թե ինչպիսի տոլմա է, ոնց է պատրաստել։ Սկզբից մինչև վերջ բացատրում ենք, իհարկե հակիրճ, ինչ բաղադրություն ունի եւ ոնց ենք պատրաստել, այսինքն գինե, ճագարի մսով, սալորաչերով, բլղուրով։ Այսպես։ Հիմա կավելացնենք խճողակին, այո։ Ընթացքում պետք է բավական մի փոքր շատ լավ դուրս եկավ։ Կավելացնենք մանր բլղուր։ Ես գիտեմ, որ մտահղացումը Վլադիմիր քոնն է եղել, այսինքն թե ինչից եւ ինչպես, ինչ համեմունքներով։ Դա ինչից էր, դա տարիքներ, տեղեկացվածություններ, թե չգիտեմ, համի լավ զգացողություն է, ինչից է։ Նախ ասեմ, առաջինը, որ ես երբեք չեմ սիրում կրկնվել։ Ու պետք է այնպեսի բան անեինք, որ չկրկնվեինք։ Ես նաև ուսումնասիրեցի Ուդուլի գիրքը, փառատոնի գիրքը եւ նկատեցի, որ այս տարբերակը չկա, բացակայում է, պետք է լրացնեինք։ Այդպես է կյանքը։ Այո, իրականում մենք արդյունքները տպագրելու ենք եւ լավ գնի, որ շատ ավելի նորություններ լինեն։ Հասկանալի է։ Իսկ հիմնականը ես ասեմ, որ Ռաֆիկի մտահղացումներն է ամենքի բանի իմաստով էլի։
Դու մտերքն ես նախընտրել, Ռաֆիկը պատրաստվում։ Ինչ արեցինք, Ռաֆիկ ջան։ Ավելացրեցինք կանաչին, սալորաչիրը, համեմի սեր, մի փոքր սև պղպեղ կավելացնենք եւ աղ։ Շատ լավ։ Չեմ համարձակվում նույնիսկ ասել քիչ, թե շատ։ Բավական է, թե ոչ, որովհետև մարդիկ վաստակել են այդ իրավունքը լավագույն համ անվանակարգն են շահել, այնպես որ թեկուս ուսանող, թեկուս սկսնակ, բայց հարկավոր է փաստերի հետ հաշվի նստել։ Հարգելի հեռուստադիտողներ, ավելի այսպես կոնստրուկտիվ լինելու համար ես առաջարկում եմ տղաներն արդեն խճողակը պատրաստել են արդեն, իրենք հենց սկսեն արդեն փաթաթելը եւ պատրաստ վիճակում կներկայացնեն եւ մենք պատրաստ վիճակում արդեն կներկայացնենք տոլման, քուրսի կոչվող տոլման։ Կխնդրեի խոշոր կադրով ցուցադրեին խճողակը, այստեղ գույների համադրությունը ինձ թվում է գեղեցիկ է ստացել։ Այսինքն նաեւ հաշվի եք առել գունային գամման։ Ինչ որտեղ, այո։ Շատ լավ։ Դե մի քիչ հետո կհանդիպենք։ Ահա բարեկամներ, այն տոլման, որ մենք եւ մեր երիտասարդ խոհարարները մեծ հոգատարությամբ պատրաստեցինք եւ որը շահեց լավագույն համ անվանակարգում ոսկե մեդալ։ Ես գիտեմ, որ այնտեղ այլ կերպ էիք ներկայացրել։ Այո։ Պատրաստել էինք այնտեղ ճագարի մսի մեջ, հենց մսեղիքի մեջ, այո, բացել էինք եւ լցոնել էինք տոլման։ Այսինքն ճագարի մսով տոլման լցոված էր ճագարի մսեղիքի մեջ։ Ռավի ջան, մենք չնշեցինք, թե ինչպես պիտի պատրաստենք, այսինքն չենք նշել, որ կճուճի մեջ պիտի դնենք եւ գինով պիտի եփեինք։ Մենք հենց փառատոնին էլ գինեպ էր տոլման, այս անգամ էլ ուղղակի այստեղ կճուճի մեջ պատրաստեցինք եւ գինի լցրեցինք, այսինքն։ Այո, գինեպ։ Շատ լավ, այսքանն էր, որ մենք պիտի ներկայացնեինք, բայց նաեւ Վլադիմիր այլ ծրագրեր ունի, կուզեմ եթե ունեք ծրագրեր, ունեք ասելիք ձեր հնարավորությունը օգտագործեք, խնդրեմ։ Ես ցանկանայի նշել, որ խոհարարական էս մեր առաջացած խոհարարական խնդիրները մտածում եմ լուծել խոհանոց ստեղծելով։ Նոր խոհանոցներ ստեղծելով այն վայրերում, որտեղ որ բնակչությունը քիչ է, դրա հետ ճանապարհի հայքի շրջակայքում ճանապարհի որպես ներդնես այն ինչ որ դու սովորել ես, այո։ Եվ մեր բոլորի ապրես դու ներկայացնենք։ Ապրես դու, շնորհակալ եմ, ապրեք եւ այս հաղթանակը թող սկիզբ լինի հետագա մեծ հաղթանակների համար, այդ թվում նաեւ միջազգային ասպարեզում։ Ցանկանում եմ ավելացնել, որ մենք մեր տաղավարում տոլման մատուցել էինք մեղրի գործանային նռան գինիով։ Նռան գինիով, հիմա առաջարկում ես նռան գինի։ Այո, անպայման նռան գինիով, այնն մեղրի։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից ես մեկ անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ տղաներին, նաև շնորհավորում եմ, ապրեք դուք, նորից կրկնվեմ, թող լինի մեծ հաղթանակների սկիզբը։ Ձեր գլխավորությամբ պարոն Մամուլյան։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ ինչպես պատրաստողները նշեցին, մեղրի նռան գինով։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, շնորհակալություն ուշադրության համար, հարգելի հեռուստադիտողներ, եւ ուզում եմ, որ մենք լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Ճագարի մսով տոլմա։ Ճագարի միս 1 կիլոգրամ, բլղուր 50 գրամ, աջիգա 100 գրամ, սոխ 80 գրամ, կարագ 50 գրամ, կաթի սերուցք 100 գրամ, սալորաչիր, կանաչի, աղ, պղպեղ, տոլի տերև, բարյախորշակ։